Հայաստանը պատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսի 4-ին։ Այս առիթով բազմաթիվ պատվիրակություններ ժամանում են Հայաստան։ Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում է Անդորայի վարչապետ Խավիեր Էսպոտ-Զամորան։ Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան ևս Հայաստան է ժամանել մասնակցելու գագաթնաժողովին։ Զվարթնոց միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նույն նպատակով Հայաստան է ժամանել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալը։ Հաջորդ հյուրը Կանադայի վարչապետ Մարկ Քարնին էր, որին ևս Զվարթնոցում սպասում էր Տիգրան Խաչատրյանը։ Ջերմ ընդունելություն ու բարձր տրամադրություն։ Բուլղարիայի Հանրապետության նախագահի օդանավը ևս վայրեջք է կատարել Զվարթնոցում։ Օդանավակայանում Իլյանա Յոտովային դիմավորել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Ծաղիկներ, ողջույնի խոսքեր, որից հետո Բուլղարիայի նախագահը ուղևորվել է կառավարություն։ Նրան հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ողջունել ու շնորհավորել է Յոտովային Բուլղարիայի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով, մաղթել հաջողություններ։ Մեր հարաբերությունները բարձր քաղաքական երկխոսության մակարդակի վրա են գտնվում եւ այսօր մենք այն արձանագրելու ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը ստորագրվող փաստաթղթով։ Իհարկե մեր երկկողմ հարաբերությունները մեծ պոտենցիալ ունեն եւ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Բուլղարիային Եվրամիության շրջանակներում մեզ ցուցաբերվող աջակցության համար։ Յոտովան շնորհակալություն է հայտնել ջերմընդունելության եւ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Բուլղարիայի նախագահը ընդգծել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն իր ստեղծման օրվանից շոշափելի արդյունքների է հասել։ Իլյանա Յոտովան շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետին նաեւ Եվրամիություն Հայաստան գագաթնաժողովի անցկացման առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բուլղարիա հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր, անդրադարձել տարածաշրջանային նշանակության տարբեր թեմաների։ Հանդիպման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը եւ Իլյանա Յոտովան ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը։ Իսկ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պատվիրակությունները շարունակել են ժամանել Հայաստան։ Զվարթնոց օդանավակայանում Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգետե Հաասին դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Իսկ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին, հանդիպելու մտքեր փոխանակել Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ։ Աբիսողոմոնյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել, ապա հյուրընկալել է նաև Բոսնիա եւ Հերցեգովինայի նախագահության նախագահող Դենիս Բիչիրովիչի գլխավորած պատվիրակությանը, այնուհետև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլի Օղլուին։ Սինիրլի Օղլուին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ողջունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան-ԵԱՀԿ գործակցության շարունակական զարգացումը, այդ թվում տարբեր ոլորտներում Հայաստանի կարողությունների ամրապնդման ուղղված ծրագրերի իրականացման միջոցով։ Շնորհակալ ենք այս ամբողջ գործընթացում մեզ աջակցելու համար։ Իհարկե, մենք բարձր ենք գնահատում մեր սերտ գործակցությունը ԵԱՀԿ-ի եւ առանձնապես ձեզ հետ։ Մենք արդեն մի քանի անգամ հանդիպել ենք եւ այդ բոլոր հանդիպումները մեզ համար ուշագրավ ու հիշարժան են եղել, որովհետեւ մենք անկեղծորեն քննարկել ենք շատ տարբեր հարցեր եւ ես բարձր եմ գնահատում այդ մթնոլորտը։ Իհարկե, ԵԱՀԿ-ն շատ բարդ ժամանակաշրջան է ապրում եւ մենք փորձում ենք հնարավորինս աջակցող լինել։ Թեև շատ բարդություններ կան, բայց ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի գործակցել կազմակերպությունն ավելի արդյունավետ ու հաջողակ դարձնելու համար։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ գագաթնաժողովի առիթով, ինչը ցույց է տալիս Հայաստանի հանդեպ մեծ ուշադրությունն այս կարևոր պահին։ Հայաստանի շուրջ բազմաթիվ աշխարհաքաղաքական մարտահրավերներ կան, սակայն դուք ունեք կայուն երկիր այս անհանգիստ տարածաշրջանում եւ դա նույնպես ձեր հաջողությունն է։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հավելել է, որ ամեն անգամ Երևան ժամանելիս տպավորվում է Հայաստանի արձանագրած առաջընթացով։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵԱՀԿ գործակցության օրակարգի, նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղված նախագծերին։
Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը նույնպես եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի սպասված հյուրերից է, որին եւս դիմավորել է փոխվարչապետը։ Տիգրան Խաչատրյանը շարունակել է հյուրերին դիմավորել Զվարթնոցում։ Հաջորդը Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Կոնստանտինոս Տասուլասը, այնուհետև վայրեջք է կատարել Մոնակոյի իշխանապետության իշխան Ալբեր II-ի օդանավը։ Հաջորդ պատվիրակությունը Ֆինլանդիայի Հանրապետությունից է ժամանել երկրի վարչապետ Պետերի Օրպոյի գլխավորությամբ։ Սերբիայի Հանրապետության վարչապետ Ջուրո Մացուտի գլխավորած պատվիրակությանը եւս Զվարթնոցում դիմավորել է Տիգրան Խաչատրյանը։ Իսկ Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինյանիեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը ընդունել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ողջունել է նրա այցը Հայաստան եւ շնորհակալություն հայտնել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։ Սա իսկապես պատմական իրադարձություն է Հայաստանի համար եւ կցանկանայի մեր երախտագիտությունը հայտնել Լիտվային մեր թեկնածությանն աջակցելու համար։ Ակնհայտորեն մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ խորանում են արագ տեմպով։ Նաեւ Լիտվայի հետ մեր երկկողմ հարաբերությունները եւ մենք շատ ուրախ ենք դրա համար։ Իհարկե կա մի օբյեկտիվ գործոն եւ դա հեռավորությունն է, բայց մյուս կողմից կարծում եմ էմոցիոնալ եւ քաղաքական առումով եւ նաեւ արդի ժամանակներում մեր տնտեսությունները սերտացնելու հնարավորություններ կան։ Հայաստանը շարժվում է ժողովրդավարական ճանապարհով եւ կարծում եմ դրա համար է, որ մենք միմյանց մոտ ենք գտնվում եւ հասկանում ենք միմյանց։ Սա իսկապես լավ է։ Զրուցակիցները անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն գործակցությանն առնչվող թեմաների, ներառյալ ժողովրդավարական բարեփոխումների առաջխաղացումն ու տնտեսական գործակցության ընդլայնումը։ Պատվիրակություններից ոմանց էլ Զվարթնոց օդանավակայանում դիմավորվել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նրանց թվում է եղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, որը եւս Հայաստան է ժամանել մասնակցելու գագաթնաժողովին։ Այնուհետ Ալեն Սիմոնյանը դիմավորել է Շվեյցարիայի համադաշնության նախագահ Գի Պարմելենին։ Զվարթնոցում վայրեջք է կատարել նաև Նորվեգիայի թագավորության վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի օդանավը։ Ալեն Սիմոնյանը դիմավորել է նաև Հայաստան ժամանած Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությանը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձը, Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշ, Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդու, Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դան։ Նրանց եւս Զվարթնոցում դիմավորել է Ալեն Սիմոնյանը։ Իսկ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Ստարմերին։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին ընդունել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Ողջունել է նրա այցը Հայաստան, շնորհակալություն հայտնել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու եւ Հայաստան այցելելու հնարավորությունն օգտագործելու համար։ Կարծում եմ ձեր մասնակցությունն այս ձևաչափն ավելի արդյունավետ է դարձնում, որովհետև ակնհայտորեն դա ընդլայնում է հայացքներն ու տեսակետները։ Մարկ Քարնին շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին եւ կառավարությանը Իրանի հակամարտության հետ կապված կանադացիներին ցուցաբերված աջակցության համար։ Միաժամանակ նա անդրադարձել է Եվրոպական միության հետ տարածաշրջանում իրականացվող մշտադիտարկմանը եւ հայտնել ընտրությունների անցկացման հարցում աջակցություն ցուցաբերելու իրենց պատրաստակամությունը։ Կանադայի վարչապետը նշել է, թե որքան տպավորված է վարչապետ Փաշինյանի առաջնորդությամբ տարածաշրջանային կայունության եւ հայ ժողովրդի համար ավելի մեծ բարգավաճման հեռանկարներ բերելու քայլերի հարցում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Կանադա երկկողմ բարեկամական հարաբերություններին եւ մտքեր փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Ավելի ուշ կառավարությունում տեղի ունեցել վարչապետի հանդիպումը Կոսովոյի վարչապետի հետ։ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ալբին Կուրտիի այցը Հայաստան, հիշեցրել, որ մինչև այս մի քանի անգամ հանդիպելու ու քննարկումներ ունենալու հնարավորություն են ունեցել։ Վարչապետ Փաշինյանը կարևոր է համարել երկխոսության շարունակականությունը եւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը։ Մասնավորապես վարչապետն ընդգծել է զբոսաշրջության ոլորտում կապերը խորացնելուն միտված ծրագրերը։ Կոսովոյի գործող վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար, ընդգծել, որ տպավորված են Երևանով եւ նրա պատմությամբ, արվեստով ու ավանդույթներով։ Այս առումով Ալբին Կուրտին ներկայացրել է Սերգեյ Փարաջանովի թանգարան այցի իր տպավորությունը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի, նաեւ Հայաստան-Կոսովո գործակցության հեռանկարի շուրջ։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակել է միջազգային օդանավակայանում դիմավորել եվրոպական պատվիրակություններին։ Հայաստան են ժամանել նաև Բելգիայի վարչապետ Բարտը Վեվերը, Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը, Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան եւս ժամանել են Հայաստան։ Զվարթնոցում նրանց դիմավորել է Ալեն Սիմոնյանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի օդանավը Զվարթնոց օդանավակայանում վայրեջք է կատարել ուղիղ ժամը 20-ին։ Նրան դիմավորել են Հայաստանի Հանրապետության նախագահը, փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը, նախարարներ ու փոխնախարարներ։ Ֆրանսիայի նախագահը նախ մայիսի 4-ին կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Մայիսի 5-ին կմեկնարկի Էմանուել Մակրոնի պետական այցը։ Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրի առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը։ Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը եւ Էմանուել Մակրոնը հանդես կգան զանգվածային լրատվության միջոցների համար հայտարարություններով։ Պետական այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը Հայաստանի վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուր կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Նիկոլ Փաշինյանը եւ Էմանուել Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվեն երաժշտական կամուրջ Հայաստան-Ֆրանսիա խորագրով համերգին։ Վարդուհի Արզումանյան, Արթուր Պետրոսյան, Ռուբեն Մնացականյան, Կիրակ Նորյալ լուրեր։